ողջույն վաղաշաբաթ մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք վաղաշաբաթի ավարտանելու արտահայտ ընտրությանը։ Դա սովորական ընտրություն չի լինելու։ Դա լինելու է արժեհամակարգային, բարոյական, քաղաքական, կառավարչական տեսականների ընտրություն։ Մի կողմում ուրացողների դաշինք է իդեմս քաղաքացիական պայմանագրի և հանրապետության։ Մեկը հորանցած ճանապարհն է ուրացել, Արցախն է ուրացել, հայոց ցեղասպանությունն է ուրացել, Արարատն է ուրացել, սեփական հայրենիքն է ուրացել, իսկ մյուսը սեփական եղբոր անցած ճանապարհն է ուրացել, և էլի Արցախը և մեր մյուս արժեքներն է ուրացել։ Ուրացողների դաշինքին մենք հարկադրում ենք ազգային քաղաքականը։ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում պատերազմ, պարտություն, ավերջ, մահերջ և փլուզումներ է բերել։ Նա կրկնում է բոլոր այն ձախողակ, դավաճան և հակազգային գործիչների ճանապարհը, որոնք իրենց երկրներին փլուզումներ են բերել։ Ուկրաինայում Զելենսկին, Վրաստանում Սաակաշվիլին, ժամանակին նաև Ադրբեջանում Էլչիբեյը արեցին ու անում են այն, ինչ արել է և պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, վաղաշաբաթցիները պետք է իմանան, որ վաղաշաբաթը նոյեմբերի 16-ին դառնալու է Հայաստանի Հանրապետության ողջ հայության քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այս ընտրությունները կարևոր ճակատագրական նշանակություն են ունենալու։ Վաղաշաբաթցիներն ունեն ընտրական իրավունք և փաստորեն քվեարկել են նաև երևանցիների համար, գյումրեցիների համար, վանաձորցիների համար, մեր մյուս քաղաքների ու մարզերի համար ու նրանց փոխարեն։ Վաղաշաբաթցու պատասխանատվությունը ըստ այդմ շատ մեծ է։ Դուք կատարել եք ոչ միայն համայնքի կառավարման, այլև արժեքային ընտրություն։ Մենք պետք է միասնաբար պաշտպանենք հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Մենք պետք է պաշտպանենք մեր սրբազաններին։ Երեք գիտեք, Միքայել Սրբազանը կոչ էր եղել վաղաշաբաթցիներին և ասել էր, որ անպայման մասնակցեն և իրենց քվեն տան։ Մենք բոլորս նաև մեր քրիստոնեական պարտքը ունենք տալու բանտերում տանջվող մեր հայրենակիցներին և եկեք հիմա միասնաբար ծափահարենք բանտերում Հայաստանի համար տարածողներին, մեր սրբազաններին, մեր քաղաքակրթարներին։ Մենք հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանել ենք Հաշարզադեի հրահանգած մեր եկեղեցու դեմ հարձակված Նիկոլ Փաշինյանից։ Մենք պաշտպանել ենք կոռուպցիայի ու թալանի զոհ դարձած մեր վաղաշաբաթը քաղաքացիական պայմանագրից ու հանրապետությունից։ Հանրապետությունը շանկերտների մեջ, դրանք պետք չկան։ Մենք պաշտպանել ենք մեր երեխաների ապագան, որպեսզի նոր պատերազմ չլինի
նոր ավերածություններ չլինեն, նոր պարտություններ չլինեն։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ տեղ ունեցավ Արցախի հետ։ Դրա թիվ մեկ պատասխանատու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր գլխավորած խմբակը։ Այսօր Ալիևը հոխորտում է, որովհետև մենք կորցրել ենք Արցախը։ Ոմանք չգիտակցեցին Արցախի գինը, Արցախի նշանակությունը։ Ու այսօր մենք կանգնած ենք արդեն Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարցի առաջ։ Ու որպեսզի Ալիևի ախորժակը չբացվի, Սևանին այլ անվանում չտա, Երևանում այլ անվանում չտա, Վաղարշապատին այլ անվանում չտա, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր երկիրը կառավարելու, մեր երկիրը զարգացնելու, մեր երկրի համար իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովելու պատասխանատվությունը եւ ներժենք օրվա իշխանությանը բոլոր հարթակներում։ Կիրակի օրը յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ եթե ինքը չի գնում ընտրատեղամաս, ուրեմն թիկունքից հարվածում է խրամատում կանգնած զինվորին։ Յուրաքանչյուր վաղարշապատցի պետք է իմանա, որ եթե ինքը ձայնը տալիս է քաղաքացիական պայմանագրի կամ նրա կցորդներին, ուրեմն թիկունքից հարվածում է մեր զինվորին, Երևանին, Էջմիածնին և մեր պետությանը։ Յուրաքանչյուր վաղարշապատցի պետք է իմանա, որ ձայնը տալով ազգային ուժերին և մասնավորապես Մայր Հայաստանին ինքը ձեռքն է վերցնում քաղաքը, համայնքը, երկիրը կառավարելու պատասխանատվությունը։ Հայր Հայաստան! Համարժող! Հայր Հայաստան! Համարժող! Հայր Հայաստան! Համարժող! Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի փոփոխությունների մասնակից դառնալ ամբողջ Վաղարշապատի բնակչությունը, գյուղական թե քաղաքային համայնքը ներկայացնող։ Մենք ձեզ կոչ ենք անում, ձեր ձեռքը վերցնել, ճակատագիր կառուցելու իրավունքն ու պատասխանատվությունը և համոզված ենք, որ այդ դեպքում բոլորս կունենանք երջանիկ, անվտանգ ու խաղաղ ապագա։ Մայր Հայաստան! Համարժող! Համարժող! Մայր Հայաստան! Միացի! Ողջունել! Միացի! Ողջունել! Միացի! Ողջունել! Հարգելիներս, մենք հիմա երկով արդեն շարժենք դեպի Մայր տաճար։ Այս ընթացքում մենք արձանագրել ենք, որ Վաղարշապատին նվիրված մեր երկը շատ դուր է եկել մեր քաղաքացիներին, վաղարշապատցիներին, նաև Վաղարշապատից դուրս բնակվողներին։ Մենք միասնաբար այդ երկրի շուրերի ներքո շարժենք դեպի Մայր տաճար, կպատրաստենք արդեն կիրակի օրվա ևս մեկ անգամ շնորհակալություն և բոլորիս հաջողություն եմ մաղթում մեր բռնած գործում։ Մայր Հայաստան!